ՔՊ-ն որոշեց, որ ընտրական օրենսգրքի մեջ պետքա փոփոխություն անի։ Խնդիրը նոր է հայտ եկել։ Մի վախեցի Կարապետյանից։ Ախրվոն չվախենամ։ Դոկը ուլտիմատում դրեց։ Вот это поворот։ Թկա գեղձերը խնդրում եմ միշտ պահի։ Զադիգի տոնյորը սխամած եմ էլի ախպել։ Բարև ձեզ, եթերում ան կոմեդին է, ձեր միակ հանգստության կղզյակը այս մոլեգնող նախընտրական տուրու դմփոցի մեջ։ Դրա համար դրեք լայքը, միացեք Patreon-ին, որովհետև նախընտրական շրջանա մենք մեծ հեյթի տակ ենք, լարված ավիճակը, մեզ պետքա ձեր աջակցությունը Patreon-ում։ Ինչպես նաև շնորհակալություն Հիմա։ ենք հայտնում մեր գլխավոր գործիքեր GTB Steel-ին, որը Ամրատուրաները, ասա, Ուզում եի ասեի ամրան, բայց հետո հիշեցի, որ ռուսախոս եմ։ Հասկացաք ինչի մասն է խոսքը։ Այդ ամենը արտադրում է, ձուլում է Հայաստանում։ որովհետև աշխարհը փոթորկվում է, բայց պինդ արմատուրայով կամ ամրաններով ձեր շինությունը կլինի անսասան։ Այ դու նարեկ, որպես ռեմոնտ անող Պրինցիպի նորմալ մարդ, ինչ կասես, եթե իմանաս, որ դոմոսում կա մինչև 25% զեղչ նշված կահույքի տեսականու վրա։ Ես կասեմ շատ կուզեի այդ լուրը լսել մի քանի ամսից, որտեվ դեռ կահույքի փուլին ես չեմ ասել։ Թող շարունակեմ։ Զեղչը նշված տեսականու վրա մինչև 25% զեղչ եւ 4000 այլ տեսականու վրա 10% cashback։ Դե ապրես։ Ինչ ասեմ, ժողովուրդ։ Գնացեք դուք օգտվեք, ես կսպասեմ, կամ եթե երկար չօգտվեք, ես կգամ ու կօգտվեմ։ Եվ այսպես ստեղծվեց նոր նախընտրական դաշինք։ Նախ ասեմ, որ հենց նոր իմացանք, որ մի հատ նախընտրական դաշինք քայքայվել է։ Միասնության թևերը եւ հայակվեն այլևս միասին չեն, բայց դրա մասին մյուս թողարկման մեջ Միասնության թևերը չեկեցին միասնաբար։ Փոխարենը ստեղծվեց նոր դաշինք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ, երբ նրանց միացան միավորված հայերը ու այն մյուսը ընտրեն։ Ու բոլորովին պատահական, բոլորովին զուգադիպությամբ ՔՊ-ն որոշեց, որ ընտրական օրենսգրքի մեջ պետքա փոփոխություն անի, որպիսի անձնանուններ չլինեն դաշինքների անվան մեջ, այսինքն Սամվել Կարապետյանի հետ չլինի։ Ու ստեղ ընդդիմության մոտ հարցեր ծնվեցին։ Էս ինչ է նշանակում, գիշերվա կեսին շրջանառվում է, առավոտյան գալի ներկայացվում է, ինչու։ Խնդիրը նոր է հայտ եկել, պարոն։ Մի քանի օր է, պարոն Խաչատրյան, ինչ խնդիրի հայտ է եկել։ Իշխանության 8 տարվա շեմին եւ ընտրական օրենսգիրքը 3 տարի ընդունելուց հետո վերջի պահին 2 ամիս էր մնացել ի հայտ եկավ։ Վերջի պահին ի հայտ եկավ։ Չնայած երբ որ նույն իրաց խորհրդարանում ծառոկյան դաշին կար, ոնց որտեղ ոչ մի խնդրեմ էդի չէր ստեղծում, բայց ինչևէ, էս ի հայտ եկավ հենց այն պահին, երբ որ միավորված հայերը միացան ուժեղ Հայաստանին ու այն մյուսը։ Ու այն մյուսը շատ կել ասցիր։ Ասում են իշխանությունը ասում է, որ ուղղակի տեխնիկական վրիպակ է։ Ինչը շատ տարօրինակ է, որտեղ ընտրական օրենսգրքով զբաղվում էր անձամբ ընտրական օրենսգրքի նախահայր եւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Դանիել Յովհաննիսյանը։ Հետո որ նայել ենք հանձնաժողովի նիստի արձանագրությունը եւ նայել ենք մի շարք այլ բաներ առաջին ընթերցում, երկրորդ ընթերցումն եկել ենք այն եզրանկման, որովհետեւ ինչ որ մեկի տեխնիկական վիպակն է եղել, այդ չենք բարձել եւ ինձ թվում է դա երբեք չենք բարձի։ Կարևորը մի բան հստակ է, դա Դանիելի վրիպակը չի ակնհայտորեն։ Բայց ընդդիմությունը մտածում է կարող է Սամվել Կարապետյանի անունից են վախեցել։ Սիլոյով մարդ։ Մի վախեցի Կարապետյանից։ Ինքը քեզ վատ բան չի անելու։ Ինքը դուրս գա։ Մի երկու բան ունի քեզ ասելու։ Մի վախեցի Կարապետյանից։ Ու կրքերը թեժանում են, դե բայց եթե մի երկու բան ամեն դեպքում ասելու է, ոնց չվախենան։ Ու ինչ վախեցան։ Կալուգացի Սամվել իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախրվոն չվախենամ։ Վախեցավ։ Ինձ թվում է ուժեղ Հայաստանի ապրիլի 11-ի հուժկու հանրահավաքից է վախեցել։ Բայց դա վաղն է։ Բախի է վախեցել։ Վախենում եմ միջև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։
այս նախընտրական պայքարը, ցիվիլ երկխոսությունը։ Արիստոկրատ, այսինքն բոմժությանը աբարոտ կա ուզվում։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դե վերջ, տղաներ, եկեք բոմժությունը դնենք մի կողմ։ Կմտածեք դուք, բայց չէ, ջինը արդեն դուրս է եկել շշից ու հիմա բոլորը հարցնում են, այդ ինչ բոմժի թեմայա, աչոտ են ուզում։ Ինչ նկատի ունեք, սա ունեզրկման մասին սպառնալիք է, թե ինչ։ Ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Պուտինն է նակազատ անելու, հա։ Շատ նուր պակնարկեց, որ Կարապետյանը իր կարծիքով ռուսներին խոստացել է իշխանություն, որ փողերին չկպնեն։ Բայց ինչ կարող է մարդիկ չհասկանային, դրա մասին շատ նուրբ տողատակերով դա հասկացրեց։ Նաև գնահատեք ինչքան ցավ կար այս կանխատեսման մեջ։ Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Դե բայց եթե չզրոյացվի, մենք ենք զրոյանում։ Դրա համար այդ են զոհաբերությունն է, որին ես պատրաստ եմ գնալ մեր հաղթանակով։ Okay, այլ թեմաներ եկեք չմոռանանք, որ այլ ուժեր եւս մրցապայքարի մեջ են։ Justice is coming. Oh, easy tiger. Թաթոյանը բերում է արդարություն, մնում է իրան հանել Game of Thrones-ի մեջի այդ պատից ու բերել իրան Հայաստան։ Ինչպես նաև մնում է մի հատ էլ ժամանակի մեքենա հորինել եւ ուղարկել նրան 21 թվական, որտեղ նա իրոք շանս ուներ ընտրվելու։ Ուրիշ հզորներ կան միացող։ Հայտ ենք ներկայացնում մասնակցելու հունիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններին։ Մեր նպատակը ամենևին էլ մանդատներ ունենալը չէ։ Հին ու բարի Սուրեն Պետրոսյանն ա վերադարձել ու իրան պետք չեն մանդատներ։ Հա, եկեք այս մասը մենք հասկանանք, էլի լրիվ պարզ։ Այո, լիքը նոր ուժեր կան, որոնք այդքան դες մեծ շանս չունեն անցնելու։ Բայց եթե իրաց նպատակն է չունենալ մանդատ, ինձ թվում է 100%-ով կհաղթահարեն այդ շեմը։ Դե տեսականորեն կարան հաղթարեն, եթե միանան ինչ-որ մեծ դաշինքի։ Մենք որևիցե մեկի հետ դաշինք չեն կազմելու։ Սուրենի ինքնավստահությունից եմ ուզում։ Այսինքն դու էլ մանդատ չես ուզում։ Ինձ ու Սուրենին մանդատ պետք չի, մեզ պետք է մենակ ինքնավստահություն, որի համար նաև մեզ կօգնի մեր գործընկերը։ Եկեք խմենք վստահություն։ Ջինը բաց չթողնես։ Եվ ոչ միայն Սուրեն Պետրոսյանի, բոլորիս ինքնավստահություն դուզի հետ Արժե կարելի է իրատեսական նպատակներ դնել, որ օրինակ նպատակը այս տարի չունենալ մանդատ։ Այո, բոլորը իրանց մուրազներին հասնեն այս ընտրությունների ժամանակ, լավ ելնենք։ Իսկ այդ ընթացքում Փաշինյանը դաշինքներ է կազմում նույնիսկ ընտրական իրավունք չունեցողների հետ։ Ախ, ես ինչ լավն այս զանգուն։ Զանգուզեն ե։ Լավն է ձեր մանկապարտեզը։ Հա? Ամենալավը ում մանկապարտեզն է։ Հա? Ճիշտ է, ամենալավը ձեր մանկապարտեզն է։ Դե հիմա բոլորս ասում ենք շնորհակալություն Նիկոլ Հոպարին մեր երջանիկ մանկության համար։ Այդ փոքրերը չեն ջոգում, ինչ երջանկության մեջ են մեծանում, այդ բարձր դասարաններ գնանք։ Թեփներ կարել, օրգանիզմներ, տարբեր օրգաններ են քերծել, թոքեր, լևյարդ, բայց ինչ ոչխարի, հա։ Բա միսը ինչ է կարել հետո։ Ճիշտ ասում, եկա վարչապետ մարդը, եկել է դուք էլ ոչխարը նոր եք հերձել, խաշլամեն ինչա, որ մի հատ դեմ չեք տալիս։ Են ասեք, սես մատաղ։ Ու հարցը մնում է բաց։ Ուրա ոչխարի միսը։ Ու չպետք է ոչխարին սպանդանոցներում հիմա։ Вообще-то երևի դրա համար չկա։ Միսը կենդանիներն եք բերել։ Հա? Ոչխարի միսը։ Հա, ոչխարի միսը տվել ենք կենդանիներին, չգիտեին, որ վարչապետ է գալու։ Չկա էլի արդարություն, չկա։ Բայց ոչինչ, որովհետև արդարությունը գալիս է։ Justice is coming. Արա ինչքան նայում ես նայվում է։ Նա վերադառնանք մանկապարտեզ։ Ասենք թե ոչխարի միս ինչ որ անիմաստ կենդանիների են տվել։ Ուրիշ միս չկա, թե մսեղեն։ Այս ակվարիումը լավ է ձեր։
Խնամում եք ձկների։ Ակվարիումի մեջ բազմանում են ձկները, թե չէ, հա? Դե մի հատ բազմացեք վարչապետը տենա էլի։ Իրանք քո իմացած ձևով չեն բազմանում։ Իրանք խավիար են ածում։ Դե բայրան հենց էտա պետք, հենց սկսեն խավիերը ածեն, ինքը վեսնի կրնքսի հացի վրա ուրախ ավտոբուսը գնաց։ Մի խոսքով ուտելիք չկա մանկապարտեզում, բայց ստամոքսը հո պրոտեին է պահանջում։ Նեվի առանց սոխի, առանց Բայց ինչու առանց սոխի։ Because he's single and ready to mingle. Okay, Is he on Tinder? Վերադառնանք մանկապարտեզ։ Բարև ձեզ երեխաներ, նստեք։ Բարև ձեզ։ Որ դասարան եք, նստեք։ Երկրորդ դասարան եք, բայց մեծ եք երևում ավելի։ Ուրեմն լավ եք սովորում, որտեղ ինչքան լավ եք սովորում, այնքան ավելի շուտ եք մեծանում։ Գիտեիք որ տենց է։ Չգիտեն, որովհետև դա ֆիզիկայի օրենքների կոպիտ խախտում կլներ։ Ոնց որ ասես, գիրք շատ կարդա, որ նիհարես։ Տենց բանելներ ոչ ոք գրադարանից դուրս չեր գա Ես դաժե գիտեմ ով չէր դուրս գա։ Вообще կփակվեին սպորտզալերը, բայց երեխեքը ուսով եմ հասկացան, չէ, որ էսիկա տակ էր։ Ձեր ֆիզիկական չափը կապ չունի սովորելու հետ։ Որ լավ չեմ սովորում, դանդաղ եմ մեծանում, պուճուր եմ մնում։ Կարողա պուճուր եք մնում, բայց զատո հետո դառնում եք հեցի պետ։ Կամ եթե վատ եք սովորում, առանց կռանալու մտնում եք սպորտ դահլիճ։ Այստեղ։ Որտեղ խնդիրը տեսա։ Շատ ենք բավական չենք կարող կտրենք որտեղ Սատանաշեններ, այսքան գործը արել եք, էլի, եկել ստեղ հələ ինչ են արել։ Չէ, ձեզ չէ։ Սպորտը դպրոցում ակնհայտորեն վատ սովորողների համար է։ Բայց մի րոպե, եթե այն կախիչների համար ընես ներվայնացա, որ եկյա մարսպետ գործից անել, ես պատկերացնում եմ հիմա ոնց կպայթի։ Այս հոյակապ դպրոցը բերել երկու սենց բանով, հանդերձանով եւ հանդերձանի չափի դահլիճով։ Ափսոս, բայց էլի պայմանների համար։ Իա տենց հանգիստ, որովհետև կախիչները տեղն են ու պինդ ամրացված են։ Ու вообще ընտրությունից առաջ սկանդալները մեզ պետք չեն։ լավ, բարձա ջրենք այլ թեմայով։ Ավելի քան 1 միլիարդ 100 միլիոն դրամ անշարժ եւ շարժական գույքեր։ Գլխավոր դատախազության պահանջն է Հայաստանի նախկին վարչապետ, ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորից եւ Պեսաներից։ Արա դե ասում է պետք չէ Գուչի ակնոցով ու Ստեֆանո Ռիչիով գնալ հակակոռուպցիոն դատի, պալիտ է կլնում։ Ու հիմա մի քանի միլիարդ ավել են ուզում, բայց ստեղ մի նյուանս բաց ենք թողել։ Պարզվում է եւս մեկ անսպասելի հանցանքի մեջ են մեղադրում։ Ավազի արդյունահանման ոլորտում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու, իր կողմից հովանավորվող առևտրային գործունեության ընթացքում թույլ տրվող խախտումների կապակցությամբ միջոցներ չձեռնարկելու։ Հոп, այսինքն տեսել է, որ խախտումներ է անում ու ինքը իր դեմ գործողություններ չի ձեռնարկել։ Ճիշտ այդպես, չի ձեռնարկել։ Ինչ տիպի ակնկալիքներ ունեիք արգամիջից։ Բայց զատո Արաքսի գործով, երբ Արաքսը արդեն սկսեց հունը փոխել, այդտեղ ինքը ասեց ստոպ ու այնքան ավազ չանեց, որ Արաքսը գա արդեն Երևանի մեջով անցնի։ Դե չափի զգացում ունի, վերջը վարչապետ մարդ է։ Լավ, մի հատ պոզիտիվով արտենք, ով մեշոկով սեր կուղարկի մեր եթեր։ Ձեռը վրա։ Սեր ու կես, սենց խիզախ սանրվածքով եւ օթային պաչով էլ ավարտենք։ Երկրորդ մասում մնում եք մեզ հետ, որովհետև ԲԿ-ն անում է համագումար, Ալենը եւ Մարությանը իրար բսկտում են, ինչպես նաեւ Ավինյանի այն օրվա ավտոբուսի որոշումը թարս է բուսնում։ Այսօր if you know-ի օրը, որը կարող է լինել ձեր ամեն օրը, եթե դուք եք ուզում լինել երջանիկ։ Մի րոպե, այս տոպը չկար առաջ, այս ինչ որ նոր բան է։ Այս նոր բան է, որտեղ նրանք ուզում են, որ ես գժվեմ ուղակի, նայեք, ժողովուրդ ջան, հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ, ռադարեք այդ սինդրիկն ու խորովածը, որտեղ ես ընդհանրում եմ, որ դրանով անցնում այդ ամեն ինչը, եւ գնացեք դեպի ձեզ վերևից լուսապայծառ կանչող if you know Լավ, նկարագրի ինձ, որտեղ ես դիետա եմ, ապուշի պես դիետա եմ, նստե չգիտեի, որ
If you know, you know, sense բաներ աղ։ Մի հատ է վարուն գուտեմ։ Վայնոյի բախտի մեջ եմ։ Վարուն կկարելի է։ Հերիք չի ուտել է տեղն է։ Մի հատ նարեկը դիետա է։ Վայնոյը կյանքից։ նկարագրի ինձ այդ smash burger-ը։ Ինչպիսին է այն։ Այսին կայֆ կծույամ։ Nugget, հա։ Shut up, դու խանգարում ես իջիրան։ Հա, ասենք կարամ լսեմ, լսելուց չեն չաղանում։ Սկսենք նախընտրական սյուրեալիզմ մեր նոր, բայց ժամանակավոր էջից։ Դուք, հենց դուք երբեք չեք կրահի ով է միավորվել դոկ կուսակցության հետ։ Նախ դոկը փաստորեն ինչ որ ձև չերես Viva Las Vegas մասնակցում ընտրություններին, բայց թե ով այրան միավորվել իրոք ոչ ոք չէր գուշակի։ Վարդան Ղուկասյանն ու Ստեփան Դեմիրճյանը կհամագործակցեն, հայտարարել է դոկ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը։ Համագործակցության առաջարկությունն ընդունված է։ Ստեփան Դեմիրճյան, անուն որը թվում էր թե շատ դժվար լսենք ինչ-որ քաղաքական որևէ կոնտեքստում, բայց արի ու տես։ Միավորված հայրին էլ նես չի որ շատ ենք սպասում, որ գան մեր կյանք, բայց արի ու տես։ Լավ, ինչը փաստորեն ստացվում է որ մի րոպե Ստեփան Դեմիրճյանը իր նախաձեռնությամբ ուզեցել է միանալ Քերի Դոգին, ստեղ մի բան են չի կմտածեք դուք ու չեք սխալվի, որտեվ դեպքերը արագ են զարգանում։ Պարոն Դեմիրճյանը հրապարակի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունը։ Համագործակցության մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ըստ ՀԺԿ-ի մեր աղբյուրների անգամ որևէ հանդիպում չի կայացել կողմերի միջև։ Ոստեղ կմտածեք դե fake լուր է երևի ում հետ չի պատահում, բայց չէ, դոկը ուլտիմատում դրեց։ Ինչ ուլտիմատում։ Իմ ամենասիրած ուլտիմատումներից։ Դուք ունեք 24 ժամ։ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ հրապարակայինորեն դադարեցնելու այն անձանց գործողությունները, ովքեր քո անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ դոկ կուսակցության հետ համագործակցության վերաբերյալ։ Հակառակ դեպքում նշված ժամկետի ավարտից հետո ես անձամբ կհրապարակեմ այն փաստերը, որոնց մասին հանրությունը տեղեկացված չէ, եւ որոնք կհանգեցնեն քո իրավական պատասխանատվության եւ հրապարակային ամոթալի բացահայտումների կապված քո եւ դոկ կուսակցության համագործակցության վերաբերյալ։ Вот это поворот։ Հիմա կարող է պարզի, որ դոկը Դեմիրճյանի պրոյեկտն է։ Էդի շատ անհավանական է, բայց տված 24 ժամից 23 արդեն անցել է, ապակայա պեսնյու պելը։ Okay, սպասում ենք։ Բագադի պեսնյու պելը դոկին միացավ Պարոն Հայրիկյանը։ Էլի fake-ա։ Չէ, այս անգամ հենց Հայրիկյանը հաստատել է։ Մենք քննարկեցինք ու ասացինք, որ պատրաստ ենք աշխատել ձեզ հետ, ներկայացրեց Հայրիկյանը։ Okay, քանի չեն կարդացել, որ Կրիշտիանո Ռոնալդուն էլ է միանում դոկ կուսակցությանը, ասնեք մյուս ուժերին։ Նոր ուժի ղեկավարին հարցրեցին Ալեն Սիմոնյանի հետ հարաբերություններից ու կաշը գնաց։ Ունեք որևէ բան ասելու պարոն Սիմոնյանին։ Չէ, ես իրեն առողջություն եմ ցանկանում, թքագեղձերը խնդրում եմ միշտ պահի կայուն վիճակում, բայց չօգտագործի մարդկանց վրա թքելու համար։ Թույլ տուր գուշակեմ։ Ալենը Telegram-ով արձագանքեց։ Էն էլ ոնց, հա։ Բայց Ալենը չի նկատում դրականը, չէ՞ որ Մարությանը իրեն առողջություն ցանկացավ։ Մարությանն էլ չի նկատում դրականը։ Այդ մի դեպքն էր, վաղուց։ Ներողություն խնդրված փակված։ Ու այդ դեպքից հետո շատ ավելի զգուշ է Ալենը։ Չի կարելի ասել, գիտես ինչ, դու պաշտոնյա ես, արի ես քեզ խփեմ։ Հիմա նայեք, ինքը պաշտոնյա, ես քո սենսը։ Դու պաշտոնյա ես, դու ձեն չես կարող անես, ես քո սենսը։ Չի կարելի այդ դրամաբանությամբ ապրել։ Okay, թիկնապահին հանգիստ թողեք, այդ մարդը զինված ասես որ մոտենում։ Ներվերն էլ պողպատից չեն, ու թիկնապահն էլ պայտակ չհասկացավ ինչ է կատարում։ Խիա երկրի 3-րդ, 4-րդ դեմքա խփում արա։ Արի ես քեզ խփեմ։ Հիմա նայեք, ինքը պաշտոնյա, ես քո սենսը։ Դու պաշտոնյա ես, դու ձեն չես կարող անես, ես քո սենսը։ Այս գործը օր-օրի ավելի տարօրինակ է դառնում։ Հա, ինչ որ Մայքլ Սքոթ մոմենտ է իրականում, բայց վերադառնանք Սիմոնյան Մարության, ուզում եմ ասել բանավեճին, դες բանավեճ չի էլի։ Նոր տեսա որ Տգզարը հարցազրույց է տվել եւ անոնսի ամենակարևոր կտորները իմ գեղձերի եւ պետական իբր $200,000 մեքենայի մասին է խոսում։ Ապրես Տգզարիոն, արդեն 5 տարի է նույն բանն եք ասում, թե դու, թե մյուս քո նման լուսանցքում մնացածները, բայց ես ինչ եմ առաջարկում, արի հաջորդ անգամ հարցազրույցին կրկին հակի քո մտահոգ պարկեշ դիմակը ու պատմի օրինակ թե ինչպես է 10-ից $15,000 պատճառով սրտի խնդիր ունեցող եւ նորածին երեխա ունեցած աղջկանից տունը խլել։
Вот это поворот երկուս ու այդ սաղ մի հաղորդման ընթացքում։ Հուսում գոնե էդի Չեխիայում էր։ Բայց էլի փորձենք դրականը տնալ։ Զատո 24 ժամ չտվեց ոչինչ բանի համար։ Չտվեց, բայց փոլ ա դրել իր Telegram-ում, թե հաջորդը որ դրվագը պատմի Մարությանի մասին։ Քանի նախընտրական գզվրտոցը չի բարձրացրել ձեր ճնշումը, մեզ մի հատ լրիվ ոչ քաղաքական թեմա է պետք։ Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ ամենատարօրինակ բողոքի ակցիան։ Խմացության պատճառով վարորդականից զրկված վարորդները պահանջում են համաներում։ Ու գիտեմ հիմա ինչ եք մտածում, մենք ստուգել ենք, էսի պրանք չի։ Ձեզ զրկելու պատճառը ո՞րն է եղել։ Խմած ենք եղել, խմած եմ եղել։ Չեմ արտարացնում, ինձ ասում եմ, ապա խմած եմ եղել։ Սխալ է, գիտակցում ենք, որ հիմա սխալ է խմել, բայց հիմա առաջ անգամ Պրավեր Զադիգի տոնյորես խմած եմ էլի ախպեր։ Խմած եմ եղել, սեն կայնս էլ ախպեր ստուգել են ինձի, խմած եմ եղել, զրկել են։ Բայց ոչ բողոքարկել են, ոչ էլ բան, կարող ասենք իրաց ապարատը սխալ ցույց տվել, բայց ինձի հարցը դա չի, ասենք օրինակ ինձի բան ասենք։ Բայց հստակ է, չէ՞ Հայաստանում, որ ալկոհոլ օգտագործած վարել չի։ Նորմալ է, չի կարելի։ Բայց իմ ախպեր ասենք, եթե մի մարդ կարող ասենք ինքը չի խմել, տոնո նոր տարվա որոնք չի խմել։ Եթե զատիկին ա խմել, Արա դե չէ, չնայած անգամ զատիկին, եթե դժբախտ պատահար եղավ, տուժածներից ոչ ոք հարություն չի առնելու, նենց որ չէ։ Ոչ էլ նոր տարուն ձմեր պապը կգա ու խփած կրլոն վակուում կանի բարեկամներ։ Չի գալիս, իրոք ու չի անում։ Սովորեք Սերգեյից, խմեք աշխատանքային ժամերին։ Ու եթե մեքենայով չեք եկել գործի։ Բայց վարորդներ ունեին այլ փաստարկներ էլ։ Համաներում ելնենք, բոլորս էլ նորից այդանք մեր գործ են։ Հիմա խոսքի ասենք մի հատ ստից այդ զրգումից ընկել, մի հատ ցելի ընտանիքի ճակատագիր է փոխվել։ Ամբողջ ընտանիքի ճակատագիր է փոխվել։ Լավ նպատակները, որ ունեցել ենք այդ մի տարվա երկու տարվա մեջը չի իրականացել։ Շատ վատ է, շատ, բայց ավելի վատ բաներ են պատահում։ Օրինակ, երբ որ մի քանի բաժակ խմած վարորդը ասում է, ես խմած ավելի լավ եմ քշում, ուտեղ մի ամբողջ ընտանիքի ճակատագիր իրոք փոխվում է։ Իսկ ինչու՞մն է խնդիրը, ինչի՞ չեն այս մարդկանց շանս տալիս վերահանձնել, ստանալ իրավունքը։ 5-րդ անգամ այդ մենք մինչև լուծում եք 16-ը լուծում եք 55 տարեկան մարդ ենք, այդքան չեն կարա մենք հիշենք։ Բայց այն չի որ այսօր 18 տարեկան ասում է ռուլի քշում է, մեզանից լավ կարա քշի կամ չգիտեմ, մեզանից լավ օրենքները գիտի։ Հիմա այս մեր հավաքվածների մեջ շատ դժվար է տարիքային շեմը քննություն հանձնելը։ Բոլորս էլ փորձել ենք, անձամբ ես փորձել եմ, դժվարություններ կա հենց տեստը հանձնել։ Կապված է եւ համբյուտերի հետ, եւ ծրագրի, եւ մեր են սովետական էպոխայի շատ Вообще օքեյ է որ թեստը դժվար է։ Դատելով այսօրվա վարորդներից թեստ вообще երբեք չի եղել։ Ոնց որ լավ է որ փոխվի ու սովետից տարբեր լինի։ Հա, որովհետեւ սովետի ճիշտ է, սովետի վախտեր էր արգելված, որ արդեն զբաղված խաչմերուկ մտնեն ավտոներ, որոնք ակնհայտորեն չեն հասնել խաչմերուկը, բայց քանի որ սովետի ժամանակ ավտոները ընդհանուր քիչ էին, դուխով սես դեղինի տակ մտնում էին։ Հիմա, եթե մեր խաչմերուկս մխրճվում եք դեղինի տակ հազիվ, գիտեք ինչ ալնում։ Ավինյանը տխրում է։ Մեր շատ խցանումներ առաջանում են, որովհետև օրինակի համար վերջի վարկյանին ընդեղին լույսի տակով անցած մարդը գնում է եւ կանգնում է խաչմերուկի մեջտեղում եւ դա էական մեծ դեր ունի։ Հա, պատմական պահ, առաջին անգամ համաձայնվում ենք Ավինյանի հետ։ Սրա մասին սոց գովազդել էին կարել, եկեք պայմանավորվեք, ինչ է լինի, մենք դեղի լույսի տակ, եթե դեմը արդեն սենց փակ է, մենք չենք լինի դալբայ ու չենք գնա փակի այդ անտեր փողոցը, որպիսի քաղաքակրթությունը հաղթի այդ մարդկանց, ովքեր եզի նման գնում են դեղինը, արա դեղինը փոխվում է, այնտեղ տեղ չկա կանգնելու, գնում են, փակում են, այս մեքենաները գալիս են, այս մարդը արդեն ամաչում է այ կոնտակտների, որտեվ ինքը գիտի, որ ինքը բայց չի ուզում, որ դա ճանաչվի երկու կողմից, մի արեք դա բարեկամներ։ Այս կարել էր Սերգեյի նախընտրական պլատֆորմը ու մեր իդիլիան Ավինյանի հետ տևեց մի 20 վայրկյան, բայց այն պետք է ավարտվեր։ Հիշում եք, որ անցած հաղորդմանը Ավինյանը ասեց, որ ավտոբուսի վարորդներ այսուհետ պետք է քյալատան չվճարող ուղևորների հետ, ու մենք ասացինք, որ դա այդքան լավ միտք չի, ավելի շուտ վատ միտք է ու պարզվեց ինչ։ Մենք ճիշտ էինք, Ավինյանը սխալ։ Հետևի դուրը բաց իջնեմ ես։ Բացի իջնեմ աշխատանքի եմ։ Բացի արա ախտել։ Ես իմ իրավունքից օգտվում եմ։ Բացի հետևի դուրը ունեմ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերջին բառիսպուն իմաստով աղմկահարույց հրահանգից հետո վեճերը, բղավոցները, դժգոհություններն ու կոպիտ արտահայտությունները վերադարձան մայրաքաղաքի հանրային տրանսպորտ։ Բացեք դուռը։ Այս արտահայտությունը կարելի է լսել գրեթե բոլոր ուղևորությունների ընթացքում, անկախ օրվա ժամից։ Եթե ուզում են 90-ականների նոստալգիան հետ բերեն, որ ավտոբուսում գոռում էին «Արալը հետևի դուռը բաց, արան տա»։ Էդի շատ վատ նոստալգիա է, էդի բոլորս ուզում ենք մոռանալ։ А еще боремся за звание автобуса высокой культуры быта, այդքան խոսում ենք smart solutions ժամանակակից, բայց լուծումը ի վերջո դա ուղղակի տուպը հետևի դուռը չբացելն է, ինչը շատ տուպը քայլ է, Dumb solution։ Մաշտոցի պողոտայի կանգառներից մեկում 12 ուղևոր էր սպասում։ 45 վայրկյան պահանջվեց, մինչ նրանք դիմացի դռնից բարձրացան ու վճարեցին, մինչդեռ նույն սարքերը նաև մյուս դռների մոտ են տեղադրված եւ այս ամենը կարող էր շատ ավելի արագ լինել։ Ավտոբուսը հասնում է ուսանողական թաղամասեր։ Արջևի դռան մոտ սպասողների թիվը մեծ է։ Եթե սրանից հետո մենակ դեմից են մտնելու են հետևի դռների տերմինալները, եկեք գցենք լիստ կամ հանձնենք լոմբարդ։ Կամ գնանք մի քիչ ավելի ցիվիլ ճանապարհով ու հսկիչներ լինեն ու ստիպված չլինենք ոտու ձեռ ընկնել, ով ուզում է մտնի։ Ուտոպիստական բան է սա։ Արա խիա ոնց ասիր։ Այ ինչի խմել չի կարելի գործել։ Ախր մի երկու շաբաթ առաջ դեռ տենց էր ձևը։ Մի երկու շաբաթ առաջ Ավինյանը դեռ չէր սպառնում։ Չպահանջեք, ձեր աշխատավարձից պահումներ կանենք։ Հավաքագրումից, պարոն Կիրակոսյան, նաև կախված է արտաժամյայի վճարումները։ Իսկ որ շատ երկար արդեն կտրվեցին քաղաքական թեմաներին, մի հատ եկեք անդրադառնանք առաջարկ Հայաստանին։ Բարգավաճ Հայաստանը համագումար արեց, որովհետև դե սաղանում են, խի չանեն։ Հա, բայց իրանցը պետք է մի քիչ ճոխելն է, մի հատ բեմի դիզայնը, մի հատ գույները։ Սաղդ էլ երևի ծանոթ ունեք, բարեկամ ունեք, կարակ հարցնեք, կարող է այստեղ նստած մարդկանց էլ լինեն։ Դառուցել եմ, հանձնել եմ, ասել 1 տարից այս ժամկետ դուք ոչ մի վարձ մի վճարեք, գնացեք, կայացեք ձեր վարկերը, պարտքերը փակեք, ճանաչում ձեռք բերեք։ Մի տարի հետո լրացել են, մոտեցել են։ Պարոն Ծառուկյան, շատ շնորհակալ ենք, ահագին կարգավորվել ենք, մեջներս ուղղել ենք, բայց որ մի տարի ժամանակ տաս, շատ շնորհակալ կլինենք։ Մենք էլ ենք ուզում լավ ապրենք։ Տեսնեք, որ ժպիտով, քաղցր, մարդկանց դեպքին փայլկա, ասեմ ձեր ցավը տանեմ, մի տարի չէ։ 2 տարի եմ ավելացնում։ Գագոց ախր իշխանությունները նայում են, այդսախ նախընտրական փուլում չի եղել, չէ։ Չէ, արա էսի սենց ադուշի մոմենտ է։ Всё, հիմա վերջը ով է իրանց վարչապետի տեխնացուն, հենց ինքը։ Ես ասել եմ ամբողջ ժողովրդին, որ ես չեմ ուզում վարչապետ, ձեր ցավը տանեմ, չասեք Ծառուկյանը հելելա իր վարչապետության համար մտելա ժողովրդին համոզում է։ Ոչ, ես չեմ ուզում, դա ծանր աշխատանք է։ Դե չէ, եթե ծանր աշխատանք է, եկեք այդ աշխատանքը վստահենք ով կա իրանց ցուցակում։ Ես Մարտուն Գրիգորյան եմ լսել։ Ձեր տեխնացուի անունը կասեք, եթե դուք չեք ասում, ես 4-ից 2-ին փորձեմ ասել։ Մարտուն Գրիգորյան։ Խիա տենց խնդում։ Չգիտեմ, իրանց թիմակիցն է, լավ։ Անդրանիկ Թևանյան։ Անդրանիկ Թևանյան, բացառում եք։ Երկուսն էլ բացառված են։ Քրթով բացառեց։ Մի քիչ աբիդնի չի թիմակիցներին, որ իրանց տեխնացությունը այդքան խնդալու է։ Դե պատկերացրու ինչ կալիբրի տեխնացու է, որ իրանց կողքը մնացած է շատ ծիծաղելի անչում։ Ինձ թվում է դաժե ես եմ տեխնացուն։ Շատ ժամանակն է որ ես բացահայտել, որ Գագոձյա 2 ամսից քիչ մնաց ընտրություններին, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Սիրելի ուսումնասեր հայեր, լավ լուրը Լոնդոնի միջազգային ուսումնական կենտրոնից գալիս է ուսումֆեստ կրթական էքսպոն։ Բան չմնաց, ապրիլի 11-ին օպերայի եւ բալետի ազգային թատրոնում մեկ հարթակում հավաքվում են ոլորտի առաջատարները։ Սա բացառիկ հնարավորություն է ծանոթանալ լավագույն ծրագրերին Հայաստանում գործող բրիտանական եւ ամերիկյան դպրոցներին։ Բժշկական, ավիացիոն, IT, հյուրընկալության եւ այլ մասնագիտական ուղղություններ, բակալավրիատի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տարբերակներ։ Եվ սա դեռ ամենը չէ, կան նաև կարճաժամկետ ամառային ճամբարներ, նենց որ չմոռանաք հանկարծ օրը ապրիլի 11-ին օպերայում ժամը 12-ից մինչև ժամը 19։ Մուտքն անվճար է, բայց պարտադիր գրանցումով, որակյալ կրթությունից սկսիր ուսումֆեստի հետ։
Պատկերացրեք դուք ձեր կյանքով ապրում եք, ձեր գործարքներն անում եք ու ստանում եք 500,000 դրամ։ Մինչ դուք կշտապեք մտածել, որ Սերգեյը հորինում է, ասեմ ձեզ, ոչ։ Fast Bank-ը եւ Visa-ն սկսել է թույն խաղարկություն, որտեղ դուք կատարում եք հանրագումարային 10,000 դրամի անկանխիկ վճարումներ ձեր Visa ակնքարտերով եւ դրա դիմաց ստանում եք 1 պրոմոկոդ։ Կարող ես ունենալ մինչև 10 պրոմոկոդ եւ հաղթելու հնարավորությունը ավելացնես մինչև 10 անգամ։ Եվս մեկ պրոմոկոդ կստանաս, եթե արշավի ընթացքում ձեռք բերես նոր Visa ակնքարտ։ Մանրամասների համար այցելի Fast Bank-ի կայքեջ։ Դե ինչ, եկեք միասին բացահայտենք գարնան նոր գույնը։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում առաջարկում ենք դիտել օրվա վիդեոբոցը։ Մի կարելի ջուրը գիշերը կդրել։ Մարդը հազար ձևի հիվանդություն ունի, փորացավա, բանա այս կոմենկում։ Ստիբած թուղթը վեկալում ենք իջնում ենք ներքև ծառերի տակ։ Սզբանգոս կլի։ Եվ կրկին պետք է հերքում անենք, մենք ասել ենք նախորդ հաղորդմանը, որ ՀՀԿ-ն եւ ԿՊ-ն նույն վայրում են անցկացրել համագումարը։ Նույն օրը, ինչը պարզվեց նույն օրը նույն վայրում։ Չէ, Նույն օրը նույն ճիշտ է, վայրում, հա։ բայց նույն վայրում մենք դες խափել ենք։ Մենք մոլորության մեջ ենք դες գցել։ Իրականում տարբեր վայրերում էին։ Ես դեռ վստահ չեմ, որ նույն օրը չէր, բայց Չէ, նույն օրն էր։ Բայց սկզբից մի խոսքով չգիտեմ խի այդ կարող, բայց ՀԿ-ն է սկզբից արել, հետո ԿՊ-ն ու տարբեր տեղեր են անցկացրել։ Իհարկե սա ամենաոչ բովանդակային թերացումներ մեր, բայց մենք ներողություն ենք խնդրում բոլոր նրանց ում կրոնական զգացմունքները վրթովվել են այս ամենից։ Մենք հնարավորություն կունենանք հաջորդ շաբաթ Էդուարդ Շարմազանովի հետ լուրջ կասկի ֆորմատում քննարկել ինչա կատարվում, ինչու է դա կարևոր Եվ հասկանանք որ վայրերում էր դա կատարվում, քանի մետր հեռավորության վրա։ Հա, ու այս շաբաթ էլ լուրջ կասկը բաց չթողնեք, Մխիթար Հայրապետյանն է, ԲՏԱ-նախարարը, էլի շատ հետաքրքիր բաներ, Firebird-ի մասին, AI գործարանի մի խոսքով Նոր ակցիա, միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ ստացեք 5 տարվա երջանկություն, անզուսպ երջանկություն, հենց հիմա։